Վրաստանի Եվրոպամետ բնակիչները չեն մարսում վերջին տիմընտրությունների արդյունքը, որոնցով Թբիլիսիի քաղաքապետ է վերընտրվել իշխող կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն։ Իմ կարծիքով ինքը շատ ակտիվ քաղաքապետ է։ Կալաձեն ունի այն ռեսուրսը, որ ապագայում միգուցե նաև այլ մակարդակում, մեկ քայլ առաջ անի եւ երկրի մասշտաբով ղեկավարի։ Փողոց դուրս եկած վրացիներն այդ մասին չեն էլ ուզում լսել։ Նրանց պնդմամբ Կալաձեն, ինչպես վրացական երազանքի ամբողջ թիմը, վերջին տարիներին հեռացել է եվրայինտեգրման ճանապարհից։ Արտաքին քաղաքականության վեկտորը թեքել դեպի Ռուսաստան։ Այդ պատճառով էլ Կալաձեի հաղթանակի լուրն իմանալուց հետո բազմաթիվ վրացիներ ընդդիմադիր գործիչների գլխավորությամբ փողոցներ լցվեցին, որպես բողոքի նշան սրճարաններ հրկիզեցին, բարիկադներ այրեցին, մարդկանց մի խումբ էլ ներխուժեց նախագահական պալատի տարածք Եվրամիության, Ուկրաինայի եւ Վրաստանի դրոշներով։ Ես չեմ տեսնում պրոռուսական իշխանություն Վրաստանում։ Իրենք եվրոսկեպտիկ են եւ արևմուտքում այդ նարատիվը կա շատ է տարածվում, որ եթե դու քննադատում ես արևմուտքին, դու պրոռուսական ես, չկա այդպիսի բան։ Վրաստանի քաղաքական կյանքը վերլուծող փորձագետների կարծիքով երկրի իշխանությունը պարզապես Եվրոպայի ներկայացրած ամեն պահանջ հալած յուղի տեղ չի ընդունում։ Քանի որ կարծում է, այդ պահանջներից շատերը կարող են վնասել երկրի պետական շահերը։ ԵՄ-ին անդամակցելուց զատ նաև փորձում են իրենց պետական շահերը առաջ քաշեն։ Եվ եթե Բրյուսելից ինչ-որ պահանջարկներ են դրվում իրենց, ինչը հակասում է իրենց երկրի շահերին, իրենք ասում են ոչ։ Եվ հետո Վրաստանի իշխանությունը եվրոպական ձեռագիր է տեսնում հոկտեմբերի 4-ից սկսված ցույցերում։ Նախ դրանց բազմաթիվ եվրոպացի քաղաքական գործիչներ են մասնակցել։ Եվ հետո իշխանությունը տեղեկություն ունի, որ բարոյական աջակցությունից բացի Եվրոպան նաև ֆինանսավորել է Թբիլիսիում սկսված անկարգությունները։ Վրաստանում տեղի ունեցող բոլոր անկարգությունները արտաքին ուժերի կողմից կազմակերպված գործընթաց է։ Հանրությունը սա շատ լավ է գիտակցում։ Վրաց ժողովուրդը մանրակրկիտ վերլուծել եւ հասկացել է, թե ինչ է կատարվում, ով ինչ քաղաքական շահեր ունի մեր երկրում։ Այո, մենք տեսնում ենք եւ նաեւ ես տեսնում եմ, որ կան փորձեր դրսից այս process-ների վրա մասնակցելու, process-ների վրա ազդեցություն ունենալու։ Սրա ապացույցն է Թբիլիսիի կենտրոնից ոչ հեռու անտառային տարածքում Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտնաբերած մեծ քանակությամբ հրազենը, ռազմամթերքն ու պայթուցիկ նյութերը, որոնցով դիվերսիոն գործողություններ էին նախատեսված։ Ըստ ծառայության դրանց ցուցումները ստացվել են Ուկրաինայից։ Ապացույցն է, որ դրսի ուժերին ձեռնտու չի այսպիսի հավասարակշռված Վրաստանի դիրքորոշումը։ Եվրոպան հերքում է իր կապը Թբիլիսիում սկսված անկարգությունների հետ։ Եվրամիության ներկայացուցիչները վրացիներին զսպվածության կոչ են արել, հավանաբար, որպեսզի հերքումը համոզիչ լինի։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։